Սպարտան Բալկանյան Հունաստանի հարավում էր, Լակոնիայում։ Հնագույն ժամանակներում այստեղ ապրում էին աքայացիները։ Քրիստոսից առաջ 12-րդ դարում երկրամասը գրավեցին դորիական ցեղերը։ Սպարտայի հասարակությունը կազմված էր երկու հակադիր դասերից՝ սպարտիատներից և հելոտներից։ Սպարտիատները դորիացիներն էին, որոնք իրենց ունեցվածքով և իրավունքներով հավասար են միմյանց։ Հողը պատկանում էր համայնքին։ Սակայն սպարտիատները չէին զբաղվում երկրագործությամբ և արհեստներով։ Նրանք զինվոր էին և ժամանակի մեծ մասը նվիրում էին մարմնակրթությանը։ Հելոտները նվաճված և ստրկացած աքայացիներ էին։ Նրանք սպարտիատների համայնքի սեփականությունն էին։ Ոչ ոք իրավունք չուներ նրանց վաճառելու։ Ունեին իրենց ընտանիքը և փոքրիկ տնտեսությունը։ Հելոտները զուրկ էին տարրական իրավունքներից։ Իհարկե, սպարտացիների մասնակցությամբ ամենահայտնի դրվագը դա Թերմոպիլյան կիրճի ճակատամարտն է, տեղի ունեցած մ.թ.ա. 480 թվականին սեպտեմբերին։ Այդ ճակատամարտը որոշիչ դարձավ հույն-պարսկական պատերազմի ընթացքում։ Ձգտելով վրեժ լուծելու հույներից, ապստամբած քաղաքներին օգնելու համար, պարսից արքա Քսերքսեսը հսկայական զորքով, որի դեմ գրեթե անհնար է պայքարել, շարժվեց դեպի Հունաստան։ Ընդհանուր թշնամու ի հայտ գալու պայմաններում հունական պոլիսները միավորվեցին վերջինիս դեմ։ Զինվորական խորհրդում որոշվեց պարսկական զորքի դեմն առնել Թերմոպիլյան կիրճում, որի միջոցով էլ պարսիկները մտնելու էին Հունաստանի խորքը։ Ըստ առասպելի, պարսկական 250 հազարանոց զորքի դիմավորում է սպարտացի թագավոր Լեոնիդասը իր 300 քաջերի հետ։ Նրանք մի քանի օր դիմացան թշնամու գրոհներին, մինչև նրանց մեջ ի հայտ չեկավ դավաճան Էֆիալտ անունով, որը պարսիկներին ցույց տվեց սպարտացիներին շրջանցելու և ետևի կողմից հարձակվելու ուղի։ Չնայած դրան, պարսկական զորքը հոգեպես կոտրվեց և հետագայում պարտության մատնվեց հունական միացյալ բանակի կողմից։ Թերմոպիլյան ճակատամարտը պատմական փաստ է։ Սակայն, ինչպես պարզվում է, պարսիկներին դիմակայել են ոչ թե 300 սպարտացիներ, այլ 5-ից 7 հազար մարդ միավորված Հունաստանի 1,5 տասնյակ քաղաքներից։